Ներողություն, դուք այդպես էլ չպատասխանեցիք իմ գործընկերոջ հարցին։ Ուզում եք Առաքել Սրբազանին, Անուշավան Սրբազանին, Վազգեն Միրզախանյանին, Նավասարդ arczepiskopos Կճոյանին եւ նրանք են, որ պիտի բարեն ունենալու մասին շշուկներ երբեք չար լսել։ Մեկ հաստատեք, էլի։ Մի ամբողջական հարց էր։ Ուզում եք նորից հարց։ Նորից ձևակերպեք, հստակ ձևակերպեք։ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, Նավասարդ գերաշնորհ Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի սիրուհի ունենալու մասին շշուկներ լսել եք թե ոչ։ Չեմ լսել։ Երեխաներ ունենալու ձեր դասախոսները ուսանողության տարիներին Ինչպես ժամանակին ես այդ լուրը լսել եմ, նույնիսկ գիտեմ ով է նվիրել, ու նույնիսկ գիտեմ այդ բենցին վերջում ինչպես վաճառվեց եւ եղավ Դե եթե մինչև այսօր հայտնի չի դարձել, երևի կարիք չկա, որ ինձանից այդ լուրը լսվի։ Նրա սանիկն են նվիրել։ Ինչպես։ Ձեզ ինչպես դիմեն կարգավորությունից հետո, հա։ Դες տարում տեսեք Պողոս Առաքյալը ասում է ավետարանում գրված է յուրաքանչյուր եպիսկոպոս կարող է լինել մի կնոջ այր։ Հիմա եթե դուք ասում եք կաթողիկոսը երեխա ունի, բայց Աստվածաշնչում գրած է այդ մասին, որ դա խնդիր չէ։ Հիմա դուք ո՞րն եք խնդիր համարում։ Եթե իմ կարծիքն եք հարցնում, ուրեմն Պողոս Առաքյալը ես կարծում եմ, որ կարող է այդպես լինել։ Սխալվելու կամ Պողոս Առաքյալը։ Չէ, կարծում եմ դուք եք այս բանը սխալվում, քանզի լավ չեք ուսումնասիրել։ Ուրեմն բացի աստվածաշնչյան ինֆորմացիայից հայ առաքելական եկեղեցում դարեր շարունակ գումարվել են ժողովներ։ Օրինակ Շահապիվանի ժողով, Դվինի ժողովներ եւ այլն։ Եվ եթե չեմ սխալվում, հենց Շահապիվանի ժողովի ժամանակ 444 թվականի ժողովին է այդ որոշումը ընդունվել, որ կաթողիկոսը պիտի լինի կուսակրոն։ Հիմա տեսեք, իմ անձնական կարծիքով ես կարծում եմ, որ այստեղ վերանայելու խնդիր կա, եթե այսօր հարց է ծագում, որ ինչու այդ կուսակցությունը չի պահվում, ապա այստեղ եկեղեցին վերանայելու խնդիր ունի, նորից ժողով գումարելու եւ այդ հարցը քննարկելու խնդիր ունի, բայց եւ այնպես, եթե այս պահին հայ եկեղեցու կանոնադրության կուսակրոնը պիտի լինի, կարող է լինել կաթողիկոս եւ կաթողիկոսը պիտի լինի կուսակրոն, ուրեմն այդ օրենքը պիտի պահվի։ Կոպոսների մասին որևէ շշուկ ձեր ուսանողության Տեսեք, շշուկներ ես կարող եմ լսել, ես որևէ մեկով չեմ առանձնապես այդպես խորացել եւ զբաղվել։ Նույնիսկ ասեմ ավելին, կաթողիկոսը պաշտոնը զբաղեցնող անձի անձնական այդ շշուկներով չեմ զբաղվել։ Պարզապես ժամանակը կամաց ինձ մատուցեց եւ ապացուցեց տարբեր լուրեր լսելով, երբ որ նույնիսկ լսապետության ամբիոնից որ պաշտոնական հնչեց, որ այդ փաստը կա եւ դա կարող է ապացուցվել, երբ որ կարիքը լինի։ Այդ ամեն փաստը, բայց հետո ինձ ավելի այդ ամենից հետո ես արդեն անձնական անուններով իմացա ով է։ Դուք Նիկոլ Փաշինյանին համարում եք հավաստի աղբյուր, իր ասածը ընդունում եք։ Ժորժ ջան, ես ամեն մարդու ասած լսում եմ, բայց ես ունեմ իմ սեփական կարծիքը, երբ որ մի բան ինձ համոզիչ է դառնում, ինձ համոզում է, վստահելի է դառնում, ես վստահում եմ։ Կարող է դա լինել պաշտոնյա, կարող է լինել ոչ պաշտոնյա, կարող է լինել սովորական գյուղացի մակ եւ այլն։ Առաքել Քարամյանի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չեք լսել, շշուկներ չեք լսել։ Ես շատ մարդկանց մասին կարող եմ շշուկներ լսել, բայց ես մարդկանց դատելու սովորություն չունեմ, նույնիսկ ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնող անձի մասին ես երբեք անձնական ուրեմն դժգոհություն չէի հայտնի։ Եթե նա չլիներ իմ ժողովրդի հոգևոր գլուխը, եթե նա չլիներ այն մարդը, ով որ զբաղեցնում է այդ պաշտոնը, բայց իմ ժողովուրդը այսօր կոպիտ ասած առանց հոգևոր առաջնորդի է մնացել։ Նա ձեզ համար Գարիկին երկրորդ է, թե Կնտրիչ Ներսիսյան։ Դժվար հարց եք տալիս, ինձ համար նա կաթողիկոս չէ։ Մնացած հարցերը կարող են այս պատասխանից բխել։ Ներողություն, դուք ասում եք շշուկներով չեք առաջնորդվում, դուք լսում եք լուրերը, իսկությունը եւ ընդհանրապես։ Հիմա այդ դեպքում ինչու չգնացիք ձեր ներքին հարցերը ժողովների միջոցով, որովհետեւ տեղի են ունենում եպիսկոպոսաժողովի, դրան իհարկե դուք չեք կարող մասնակցել, միաբանների, քահանայած դասի ժողով, դուք ձեր հարցերը չեք կարող ներքին կարգով լուծել, խոսել։ Վստահ եք, որ չի եղել նման փորձ։ Ես հարցնում եմ։ Շատ է եղել, շատ։ Քան այդ ժողովները եղին լինում տարին 2 անգամ, քանիցս տարբեր
ձևաչափերով փորձել ենք խոսել, ասել, ոչ մի բան չի լուծվել։ Ես ասեմ ավելին, ես վերջերս նաև արտադրության ժամանակ ասել եմ, որ նույնիսկ վերջին քահանայից վերապատրաստման դասերի ժամանակ ես որ մարաթորում էի, այն ժամանակ ներկայացրեցի, որ որոշ մեր հարցադրումների պատասխաններ ենք ակնկալում, կաթողիկոսը այդտեղ ներկա էր եւ կաթողիկոսը հանձնարարեց, որպեսզի դարվի, դրանից հետո էլ բան չփոխվեց, ոչ մի բան չի արվում։ Որևէ բան, եթե լավ արվեր, տեղին արվեր, ճիշտ արվեր, մենք չենք դժգոհի, սիրելիներ, դուք գիտեք մեզ դուր է գալիս, որ մենք քահանա ենք, բայց մենք դժգոհում ենք մեր հոգևոր մեզ հետ ծառայող ինչ որ մեկի մասին։ Ինչպես։ Ես աշխատավարձ